Բարի երեկո բոլորին։ Այսօր մենք հավաքվել ենք կենդանասերներով եւ կենդանապաշտպաններով, իրեն բոլոր նրանց, որոնք շատ անհանգիստ են, թե ուր են կենդանասերները եւ կենդանապաշտպանները։ Իդեպ մենք առավոտյան ենք տեղադրել, որ հավաքվելու ենք այստեղ 8:30 եւ այդ կոմենտ գրող, պոստեր գրողները, մեզ մեղադրողները մեր ռուսաց չգիտես ինչի այսօր չեկան, կանքեր տեսնեն թե ուր են, երևի շատ անհանգիստ են։ Հիմա մեր այսօրվա խոսակցությունը հավաքվել ենք, որ իրար հետ զրուցենք։ Նախ ասեմ, որ մենք բոլորս պատասխանատու անձիկ ենք եւ մեզ սկանդալներ պետք չի, լայքահավաք պետք չի, որ առաջի պահին եթե իմացանք, որ կենթանին անկել է, սկսեինք տարատեսակ մեկնաբանություններ անել, երևակայական հետևություններ անել, որովհետև մեզ բոլորիս հարկավոր էր մի փոքր խորանալ այս թեմայի մեջ, հասկանալ ինչ ա եղել, որ կարողանանք հանրության հետ խոսենք։ Մինչև բուն թեմային անցնելը ես որպես ոչ միայն կենդանիների պաշտպան, ես հիմնականում մարդու իրավունքներ եմ պաշտպանում, ես հիմա ուզում եմ մի քանի պատասխան տամ այն անձնավորություններին, որոնք անցել են կարմիր գծերը, թույլատրելի սահմանները եւ իրենց իրավունք են վերապահել կենդանասերների եւ կենդանապաշտպանների հասցեին, տարատեսակ գրառումներ անել եւ կարծում եմ, որ շուտով պետքա ներողություն խնդրեն։ Առաջին գրառումը, որին ես տեղեկացել եմ եւ տեսել եմ, փնտրվում են կենդանասերները չակերտներով, լավ հասկացա գրանտի թեմա չի, լավ հասկացա գրանտի թեմա չի, գրում է Woman Աննա Հովանիսյան։ Հիմա Աննա Հովանիսյանին մենք բոլորս հարց ենք ուղղում, որտեղ առնվազն այս բոլորս իրար շատ լավ ճանաչում ենք, թե ինչ գրանտի թեմայի մասին է խոսում, ընդհանրապես հոգեբանության մեջ կա նման բան, որ ամեն մարդ խոսում է նրա մասին, ինչ որ իր հետ է պատահում, չիմացած բաների մասին չեն խոսում։ Եթե վերջինս որոշել է, որ կենդանասերները նախ չակերտներով գրի, առանց չակերտների կենդանասերը այսօր կարող էր այստեղ լիներ, եւ մեզ ապացուցեր իր բարձր առաքելությունը։ Ընդ որում այս տիկին կամ օրիորդ կամ աղջիկ չգիտեմ, ապրում է Վանաձորում, եւ երբ որ սպիտակում շնամարտերի համար 3 կին Գոհար Մանուշակյանը, Օսաննան, 4 Գոհար Տեր-Անտոնյանը գնացել էին առավոտ ծեքին եւ կռիվ էին տալիս շնամարտում բնականաբար պետքա վիրավորվեին կամ զոհվեին այդ շները իրանց համար մենք չտեսանք Աննա Հովանիսյանին, որը ապրում էր Սպիտակից ընդամենը մի 20 կիլոմետր հեռավորության վրա եւ կարող էր նույնիսկ վազելով տեղ հասնել։ Եվ չտեսանք նաեւ մնացածներին, երբ որ կանայք իրենց կյանքը վտանգելով, իրենց առողջությունը վտանգելով հասել էին Սպիտակ։ Մենք չտեսանք այս սուբյեկտին, երբ որ մենք կատվի համար ենք պայքարում, մարզպետ կոչված էակի կողմից տանջամահարած կատվի համար։ Մենք չտեսանք, երբ որ Էջմիածնում կացնահարվել էին շներ, ընդ որում երեխաների աչքի առած 2 շուն, Աննա Հովանիսյան, գրանտի թեմա չկար, հա? Ուրեմն այս գրառումը դուք պարտավոր եք, եթե ի նկատի չունեք այս հավաքված կենդանասերներին եւ կենդանապաշտպաններին, մեզանից բոլորից ներողություն խնդրել եւ նշել այն անձնավորությունների անունները, որոնց դուք ի նկատի եք ունեցել, որտեվ բավա, գիտեք, այդ բազմոցի տակից կոմենտ գրելը, այլապես հայտնվելու եք դատարանում, որտեղ մենք խմբային հայց ենք ներկայացնելու։ Մյուս սուբյեկտը խնդրում եմ ցույց տվեք, Woman Իկա Քոլոյան, որը չգիտես ինչի գրած է, ինչա քնացրած կենթանիներից մեկը չարտնացավ, ուր են են սուտի կենթանասերները, ուրեմն եթե սուտի ընդհանրապես մարդ կա, սուտի են են բոլորը, որոնք heavy make-up-ով սկսում են գրել տարատեսակ իրականությանը չհամապատասխանող վիրավորանքներ, այն մարդկանց համար, որոնք չեն հասցնում իրենց ընտանիք գումար տանել, բայց այդ գումարով կենթանիների համար վազվզում են։ Ես չտեսա քեզ տիկին օրիորդ, չգիտեմ ինչ Իկա Քոլոյան, որ դու գայիր Աբովյանի դատարան։ Չեմ տեսել երբևէ։ Ոչինչ, երեխա լացում է։ Այ կենթանասերները սենց են ապրում, որ իրանց երեխաներին ու կենթաներին առած միտեղից մյուս տեղ են գնում, որ կարողանան հասցնեն։ Իկա Քոլոյան, քեզնից եւս սպասում ենք ներողություն, որտեղ որևէ տեղ դու ինքդ չես եղել եւ սուտի կենթանասեր ասելու կամ կմանրամասնես
բառար բառ, տողար տող, անուն հայրանունով ում էսի նկատի ունեցել, կամ մեզնից բոլորից ներողություն կխնդրես։ Լսեցիր, տիկին, սա էլ քեզ։ Մյուսը, տիկին Շաքե Ավոյան, եթե չեմ սխալվում, այս տիկինը ազատության թղթակից ա եղել, չեմ հիշում, համենայն դեպս ես հիշում եմ, որ որպես լրագրող եմ վերջինիս հետ շփվել, կենթանասերներ սաղ եք, թե քնեցված եք։ Ինչ որ ձայն չենք անում։ Ձայնս լսում ես, տիկին։ Ես քնեցված չեմ, քնացեք դուք, որ չգիտեմ որտեղներից, չգիտեմ ինչ դրդապատճառներով, ստեղ քնած մարդ ես տեսնում, տիկին։ Քնեցվածը Գագիկ Ծառուկյանի առյուծը, որի մասին դուք լինելով լրագրող 30 տարի ձայն չեք անել, որ այնտեղ առյուծ կա, վանդակում։ Հիմա դուք քնած եք եղել, թե քնեցված եք եղել։ Ուրեմն որևէ մեկը, եթե փորձի կենթանասերներին եւ կենթանապաշտպաններին վիրավորել, մենք այլևս հանդուրժող չենք լինելու եւ հանդուրժողական կեցված չենք ունենալու ձեր նկատմամբ։ Լեզուներդ քաշեք ձեզ, թե մենք ինչերի միջով ենք անցել այսքան ժամանակ բոլորը։ Քանի տեղեր են գնացել, երեխաներին թողնելով, ձմեռով, ամառով, գիշերվա միլիոնին գոհար դուք եք գնացել, որ նոր շնամարտի տեղ ում եք գնացել։ Բա դուք ուր էիք, տիկին Շաքե Ավոյան, քնեցրել էին ձեզ այդ ժամանակ, կարող է այս առյուծի նարկոս տվողը ձեզ էլ էր տվել։ Եվ դրանից հետո ձեր մոտ խախտվել է ինչ-որ մի բան, էդ ում եք դուք տենց բառեր գրում։ Ով իրավունք ունի, ստեղ կանայք են նստած, կանայք, որոնց էլի եմ ասում, իրանց երեխաներին թողնելով, իրանց ընտանիքները թողնելով, կոտրած ոտքով ակցիա ու միտինգներ անելով, ու այս այն մարդիկ են, որ ոչ միայն կենթանիների համար են այդ ամեն ինչը անում, այլ նաև ցանկացած խախտված իրավունք, այդ ժամանակ դուք երեքդ քնեցված եք եղել։ Սա այսքանը, այլևս սպասում ենք ներողության, ստեղ ենք, գայիք, եթե չեք գալիս, ուրեմն լռեք, եթե ոչինչ չեք անում, ուրեմն լռեք, և խնդրում եմ, և հորդորում եմ, մեր պայքարը հանկարծ չքաղաքականացնեք ձեր տխմար գրառումներով, և առյուծը կենթանին չսարքեք քաղաքական շարժման առարկա, այստեղ հավաքված բոլոր մարդիկ, նաև Բելանով, որ այնտեղ փոքր բալիկա գրկել նստել, մենք բոլորս այստեղ հավաքվել ենք, որտեվ կենթանին մեր համար արժեք է։ Մարդը, կենթանին ու բնությունը, ինչքան կարողանում ենք եւ դրանից առավել պայքարում ենք։ Հիմա ամեն մեր հավաքին ես ձեր անունները հնչեցնելու եմ ռուպռով, դատախազության մոտ կլնենք, քնչականի մոտ կլնենք, դատարանի մոտ կլնենք, մարզպետի տան մոտ կլնենք, բոլոր դեպքերում, որ կոմայգիում շան թաթերը կտրել էին, տիկին Շաքե Ավոյան ուր էիր, տեղյակ չէիր, կարող է քնացված եք եղել այդ ժամանակ։ Այս եռյակով ընդհանրապես հեռացեք մեր Facebook-յան տիրույթից, որտեղ դուք Facebook-յան տիրույթը օգտագործում եք ձեր քաղաքական ամբիցիաները, ձեր խնդիրները լուծելու համար։ Հիմա այսքանը, ինչ վերաբերում է, գիտեք, մենք բոլորս այսօր հավաքվել ենք անկած առյուծի պատճառով, որովհետև կարծում եմ մեր բոլորիս համար ցանկացած կենթանի, առյուծ կլինի, վագր կլինի, շուն կլինի, կատու կլինի, փոքր փիսիկ կլինի, մենք բոլորս այդ կենթանիների համար պայքարել ենք։ Ես ընդամենը մի դիրքորոշում ունեմ, որ ուզում եմ բոլորին հայտնեմ, երևի ինձնից շատ իրավապահ համակարգին քննադատող հաստատ չկա։ Ձեր գրածները տես դիվանի տակից ֆեյք էջերով բան կարող է ինչ-որ մի բան գրեք ու գնաք Մալդիվներ հանգստանալու։ Բայց պետք է օբյեկտիվ լինել։ Ես այս պարագայում քնչական մարմիններին մենակ մի բան ունեմ ասելու, որ ընդհանրապես դուք եւս տարիներ շարունակ իմացել եք, որ Գագիկ Ծառուկյանի եւ այլ օլիգարխ իրենց համարող անձնավորությունների մոտ պահվում են կենթանիներ վանդակներում։ Եվ ճիշտ կլներ, որ այդ երևույթը կասեցվեր։ Եվ եթե դա կասեցվեր տարիներ առաջ,
այն մնացածները նորից չէին բերի այդ կենթանիներին ու լցնեին այդ վանդակները, որովհետև կա բումերանգի օրենք, եթե մարդ կենթանում վանդակում ապահում, հետո ինքն է հայտնվում վանդակում։ Եվ այս առումով ես նորից ուզում եմ հիշեցնեմ, որ մենք բազմիցս խոսել ենք, ես առաջարկել եմ զոոօմբուդսմենի միտքը, եւ այո, եթե մենք հիմա ունենայինք զոոօմբուդսմեն, այս բոլոր քննարկումները այլ մակարդակով կլներ, զոոօմբուդսմենը եւս ներկա կլներ առյուծի էպոպեայի կողքին, եւ այս ամեն ինչի պատասխանը ավելի հստակ կարող ենք իմանալ, որտեղ առյուծը ոչ փաստաբան ուներ, ոչ ներկայացուցիչ ուներ, ոչ մեղադրյալ էր, ոչ էլ տուժող, այսինքն այդ առյուծի իրավունքները այդ պահին որևէ մեկը չի կարողացել պաշտպանել։ Բացի դրանից ես կուզեն մնացածը, ես իհարկե կուզենամ, որ իմ գործընկերները խոսան, այն կենթանասերները, որ ակնոց դրած մարդիկ չեն տեսնում, երևի տանը մթին են ակնոց դնում, որ որևէ մեկին չտեսնեն։ Ես ընդամենը ուզում եմ մի բան ասեմ, որ ի սկզբանե դեմ եմ, իրականում դեմ եմ եւ գտնում եմ, որ առյուծ, վագր, այդ կենթանիներ պայելը դա ոչ թե սերա կենթանու նկատմամբ, այլ դա էգոյի, եսի հաստատման պրոցես է, որ ես առյուծ ունեմ։ Այդ առյուծները եւ վագրերը նրանք բոլորը կարան տանջամահալներին այդ վանդակներում։ Ես կարծում եմ, որ մենք պետքա շուտապույտ փորձենք պարզել թե ում ձեռքով է անկել առյուծը, ինչն է եղել պատճառը, ես չեմ կարծում, որ հիվանդություն է ունեցել, որտեղ ես բժիշկ չեմ։ Ընդամենը ես ուզում եմ վերջի բառը ասեմ եւ հասկանանք, ելի եմ ասում, ես դեմ եմ բոլոր տեսակի մանիպուլյացիաներին, որովհետեւ այսօր համացանցը ողողվել է զուտ քաղաքական նպատակներով։ Ես մի հատ հարց ունեմ, այն բոլորին, որ այսօր խիստ առյուծասեր են դարել, առյուծասեր։ Երբ Ռոբերտ Քոչարյանը զենքը ձեռքին առյուծ էր սպանում, այսինքն կանխամտածված, եթե այս առյուծը անկել է ինչ-որ մեկի տգիտության, ինչ-որ մեկի անփութության պատճառով, նա գնացել էր առյուծը սպաներ ավելի նույն մարսպետի սինդրոմներ, հետո էլ նկարի, որ վրան նստած է, այս Տիկին Շաքյավոյան, Իկա Քոլոյան ու չգիտեմ ովքեր եւ դուք ուր էիք բոլորդ, բա ինչի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինչ կապ ունի, որ առյուծը Տանզանիայում էր, ես առյուծը հայ է, հա, պապան մաման հայ են եղել, ինձ հետաքրքիր է, չքաղաքականացնեք այս թեման երբևէ։ Ես հիմա ուզում եմ մենք այսօր հարցում ենք արել քննչական կոմիտե, որպեսզի հասկանանք ինչ է կատարել, որտեղ ոչ մեկս այնտեղ չենք եղել։ Չենք եղել։ Եվ նայեք, գրած է հարգելի Տիկին Պողոսյանի պատասխան ձեր 2026 թվականի հունիսի 8-ի հարցման հայտնում ենք, որ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 386 հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել առգրավել 9 կոկորդիլոս, 3 առյուծ, 4-ը վագար, ինչպես նաև տարբեր վայրի կենդանիների խրտվիլակներ։ Հա, իդեպ, այս հեծեծողներին հիշացնեմ, որ այդ տունը լի է եղել խրտվիլակներով, որ այն մեկն էլ եկել էր Կավկազից, Արուսյակ, ոգևորված նայում էր, թե ոնց կարա մարդ, ոնց կարա կենթանի սիրող մարդը կենթանի սպանի ու կախի, ոնց որ մարդը դիահերձարանում, անատոմիկում ապրի։ Ես ընդհանրապես դեմ եմ Գագիկ Ծառուկյանի կալանքին, որտեղ երևի թե պետք է այդ մարդուն հոգեբանական վիճակն էլ հասկանալ։ Այդ առումով դեմ եմ, մնացած առումներով ինձ միևնույն է, որտեղ ես որպես քաղաքական գործիչ չեմ ընդունում։ Вообще քաղաքական մարդը, որը առյուծ է պահում, վագր է պահում, չգիտեմ, կոկորդիլոս է պահում, ջայլամ է պահում։ Ինչևէ, 2026 թվականի հուլիսի 5-ին սկսվել է կենդանիների առգրավման գործընթացը, որը տեղի ունեցել հատուկ դեղորայքներ օգտագործելու միջոցով քնեցնելու համար նախատեսված կենդանաբույժների, կենդանաբույծների, հատուկ հագեցվածությամբ ապահովված խմբի անդամների, ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակիցների, ՀՀՆԳ ոստիկանության, ՓԾ փրկարար ծառայության աշխատակիցների, այդ թվում Կոտայքի մարզի, Առինչ համայնքի, Մաշտոցինգ
հասցեում վայրի կենթանիների հսկողություն իրականացնողի Ծառուկյանի ընտանիքի կողմից լիազորված տարածքի հսկիչի եւ փաստաբանի մասնակցությամբ։ Այսինքն այս բոլոր մարդիկ այնտեղ են եղել, որտեվ ես այսօր որոշ լրագրողների հետ որ խոսում եմ, ասում են ժամանակ չի եղել։ Ոչ մի բան, իրանք եկել են միանգամից քննացրել են։ Սա կարդացինք, եթե սա իրականության չի համապատասխանում, եկեք հասկանանք։ Դաշը։ Արգրավման ընթացքում կենթանիների քնեցման հատուկ տեխնիկական հագեցվածությամբ ավտոմեքենայի միջոցով տեղափոխման եւ քնեցումից արթնացման գործընթացներն իրականացվել են վերը նշված մասնագիտական խմբի անդամների կողմից։ Այսինքն Ժորժ ջան, եթե այս առյուծը չի արթնացել, ուրեմն այս մասնագիտական խումբը երևի թե լավ հագեցված չի եղել իր գիտելիքներով, ես չգիտեմ։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 3 առյուծի եւ 4 վագրի իրեղեն ապացույց ճանաչելու մասին, որից հետո կենթանիները հանձնվել են Երևանի կենթանաբանական այգի ՀՕԱԿ վարչակազմի պատասխանատու պահպանությանը։ Այսինքն, եթե հանձնվել է առյուծները, դրա պատասխանատվությունը պետք է կրեր կենթանաբանական այգին։ 2026 թվականի հուլիսի 7-ին Երևանի կենթանաբանական այգի ՀՕԱԿ-ից ստացված գրությամբ պարզվել է, որ կենթանաբանական այգում ԻՊԱ հանձնված կենթանիներից եկ առյուծը թմրեցումից չի արթնացել։ Կենթանու անկման հանգամանքների պարզաբանման նպատակով քրեական վարույթով իրականացնում են անհրաժեշտ վարույթային եւ ապացուցողական գործողություններ։ Սա այս ընդհանրապես կարդում եմ, թե ինչ պատասխան են տվել։ Մնացածը ես կարծում եմ այստեղ բոլորը իզնից լավ մասնագետներ են, որտեղ ես մասնագետ չեմ, ես ընդհանրապես կենթանասեր եմ, կարծում եմ, որ արդեն մնացածները իրենք կխոսեն։ Ողջույն սիրելի հետևորդներ։ Ինձ անընդհատ ասում են գրառումներ են ուղարկում տարբեր մարդկանց, որտեղ նշում են ուրեն կենթանասերները, այս 3 գրառումները եզակի չէին, նման գրառումները շատ են եւ ինձ մոտ հարց է առաջանում։ Ասենք թե այդտեղ են կենթանասերները, ինչ ակնկալիք ունեք դուք կենթանասերներից, որ գնան քննչականի գործողությունները կանգնեցնեն, թե գնան առյուծներին բռնեն, գրկեն, այսինքն ինչ ակնկալիք ունեք։ Իրականում ակնկալիքը քաղաքական է, այսինքն այն մարդիկ, ովքեր ասում են ուր են կենթանասերները, նրանց դարդուցավը իրականում առյուծը չէ, այլ որ կենթանասերները ինչ որ քաղաքական հայտարարություն անեն։ Ինչը կենթանասերներից ոչ մեկ չի ստանալու, որովհետև մեր կենթանասիրական թիմը ապա քաղաքական թիմ է եւ քաղաքական հայտարարություններ որևէ մեկին մեղադրել մենք այդպիսի հայտարարություններ չենք անելու, եթե դա եք սպասում եւ կենթանասերները ձեզ համար ժամանակ առ ժամանակ քաղաքական շուխուռ աժիոտաժ առաջացնելու խումբ են, ապա այդպիսի սպասում խնդրում եմ մեզնից չունենալ։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ այն մարդիկ, ովքեր հիմա բարձրաձայնում են առյուծի մասին, ընդդիմադիրների երևի 100%-ը եւ թիրախավորում են կենթանասերներին, շատ հետաքրքիր է, թե ինչպես իրենք հանկարծակի այսպես դառան կենթանասեր։ Եվ ընդ որում այդ մարդկանց մեծ մասը շներին ասում է դուք ձեր քոսոտ շներով, ձեր կեղտոտ շներով եք զբաղվում, իրանք միայն արխայական կենթանիների կենթանասեր են, էլի մենք մեր քոսոտ մինիմումը առյուծն է։ Հա, մինիմումը առյուծն է, այո։ Հա, ողջ ворց։ Այո։ Եվ իրականում ձեր ակնկալիքը ոչ մի կապ չունի կենթանասիրության հետ եւ այն հայտարարությունները, որ դուք ուզում եք մեզնից լսել, էլի ոչ մի կապ չունի կենթանասիրության հետ։ Խնդրում եմ կենթանիներին մի օգտագործեք քաղաքական նպատակներով, սա վերաբերվում է թե ընդդիմությանը, թե իշխանությանը, որովհետեւ նաեւ իշխանության սխալ գործողությունների արդյունքում այսօր այդ կենթանին անկեց։ Այնպես որ այսքանը հիմա կուզեմ ասել, եթե ապլասնելու բան լինի, էլի կասեմ։ Հանրություն։ Մեկը կար, Բայց խցրա։ Ենթադրում։ Գիտեք, եկեք անդրադառնանք այո տեղեկատվական դաշտին, ինչու է ամբողջ աղմուկ, աղբ եւ այլն։ Իրականում մեզ կարող է թվել, թե պատահաբար է մարդիկ սրտացավ են, մյուսներն էլ անտարբեր կամ մյուսներն էլ հրահրող, բայց իրականում այս ամեն ինչը շատ ավելի կառավարվող է եւ հետո անկառավարելի դարձնելու միտում ունի, քան պատահականություն։ Եվ նկատեք, որ թե
հրահրողները, թե հրահրվողները հետո տեղերով փոխվում են, միևնույն է դրանք որևէ կերպ պատասխանատու մարդիկ չեն։ Դա կլինեն կենդանասերներ, լրագրողներ, անդիմադիրներ, նրանք չեն, ովքեր այս ամբողջ իրավիճակի պատասխանատուներն են տարիներ շարունակ։ Ես ուղղակի ասում եմ, որպեսզի մտածենք, թե ինչքան խորը կոլապսի մեջ ենք մենք, թե տեղեկատվական, թե որ մեր մտայնությունն ուղղակի բացարձակ անջատված է եւ ամենատարօրինակը, որ կան մարդիկ այդ շարքում, ովքեր մտածող են։ Ես իհարկե չեմ ճանաչում այն մարդկանց, ում թվարկեցիք, ես չեմ էլ տեսել այդ հայտարարությունները, բայց Ես մեզ եմ ճանաչում։ Բայց իդեպ այո, ու բոլոր լրագրողները կամ սրտացավանքից զանգում են, առաջին ասում են, տեսել ես, որ ես բան են ասում։ Ասում գիտեք, ես համոզված եմ, որ մեր մասին չեն ասում։ Հələ բան մեր մասին են ասում, բայց լավ ինչի են ասում։ Ու այսպես կարող ենք շարունակել։ Երկրորդը եկեք ասել այսպես. ընկերներ, մենք գիտենք, որ ամեն ինչ քաղաքականություն է։ Մանկապարտեզում երեխայի սննդակարգը քաղաքականություն է։ Կենթանաբանական այգում կենթանի պահելը, որովհետև այդ ամենը կոչվում է քաղաքականություն, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչները որոշումներ են կայացնում օրենսդրի արած ինչ որ մի բանի, այդ ամբողջը քաղաքականություն է, մենք բոլորս դա հասկանում ենք։ Ավելին, եթե ինչ որ մեկը այդպես արտահայտվողներից մինչ մեզ, իսկ դա եղել է ավելի քան 25 տարի առաջ, ավելի կտրուկ է արտահայտվել կամ այս 25 տարիների ընթացքում ավելի բոցաշունչ ելույթներ է ունեցել եւ ավելի բուռն պայքար, մենք միայն ուրախ ենք դրա համար, որովհետև մենք չենք տեսնում այդպիսի մարդկանց շարքերում մրցակիցներ, մենք տեսնում ենք համախոհներ եւ հասկանում ենք, որ մեզ համար էլ բոլոր իշխանությունները միշտ եղել են նույնը եւ նույնն է լինելու։ Մենք պայքարել ենք, պայքարելու ենք եւ ճանապարհելու ենք բոլոր տեսակի իշխանություններին։ Դա որևէ կերպ այս խնդիրը քաղաքականացնելու հետ կապ չունի։ Մարդիկ միշտ մտածում են, որ մենք ասում ենք չքաղաքականացնել, դա նշանակում է, որ մենք չունենք դիրքորոշում։ Մենք յուրաքանչյուրս ունենք դիրքորոշում, միշտ հայտնել ենք այդ դիրքորոշումը, բայց դա որևէ կերպ կապակցված չէ իրավիճակի հետ, որի պատասխանատուները այն գործադիրն է, որը միշտ եղել է բոլոր իշխանությունների ժամանակ, կլինի կենթանաբանական այգում, Երևանի քաղաքապետարանում, տեսչական մարմնում, շրջակա միջավայրի նախարարությունում, ինչքան էլ անունները փոխես եւ ղեկավարները փոխվեն, այդ գործող անձինք միշտ եղել են նույնը եւ մենք 35 տարի կռվում ենք այդ մարդկանց դեմ։ Նարի ջան, իրաց թեթև ձեռամբ է, չէ՞ տարույցները մուտք գործել Հայաստան։ Իդեպ, դա ճշտեք էլի, ոնց են մուտք գործել։ Ասենք, ի սկզբանե մուտքագործել իրաց ձեռով։ Եվ 30 տարի, 20 տարի, իդեպ, ես չգիտեմ ձայնս լսում ա թե չէ, խնդրում եմ, որպեսզի սա չլինի խտրական մոտեցում, մենք ձեզ քարտեզագրված տանք, թե էլ ովքեր են պահում վայրի կենդանիներ, արջեր, դուք ո՞ր արջին եք գնացել։ Հա, իդեպ, այդ գրողներ Իկա Շաքե, Աննա Մաննա, այդ որ գնացել են գոհարենք արջին։ Դուք ընդեղ եք։ Դուք ընդեղ եք, թե չէ։ Եվ հիմա լիքը կան, ռեստորաններում արջեր են պահում։ Ոչ մենակ Արմավիր, Երևանում էլ կա։ Միայն այսօր արդեն 200-ից ավել անազատ պայմաններում մարդու տիրապետության ներքո անմարդկային եւ կենթանու համար ոչ համապատասխան պայմաններում պահվող կենթաների տեղեր գիտենք, բայց սա չի դարձնում մեզ ինչ որ մեկի պաշտպանը, մարդու տեսքով, մենք միայն այդ կենթանիներին ենք պաշտպանում, ոչ թե որովհետեւ մենք չենք ուզում զբաղվել մարդկանցով, մարդկանց տեղը մենք զբաղվում ենք մարդկանցով, երբ մենք խառնում ենք այս իրավիճակները, իդեպ այո, այդ իսկ պատճառով էլ այս իրավիճակն է ստեղծված, որովհետև մարդիկ կարծում են, թե կենթանու շուրջ առաջացած հիմնախնդրի լուծման համար իրենց պետք է կենթանաբույժ, կենթանաբույծ, կենթանաբան եւ կենթանավարժ, դա այդպես չէ, կենթաների բարեկեցության եւ կենթանապաշտպանության ոլորտը դա իրավունքի ոլորտ է, եւ եթե մենք մինչ օրս այն օրենսդրական ամբողջական նախաձեռնությունները, որոնք մենք բացատրել ենք, թե ինչու պետք է ամբողջությամբ մտնեն օրակարգ եւ ունենանք մենք այդ հնարավորությունը հետագայում դրանով առաջնորդվելու, այսօրը մենք չենք լինի։ Դուք նկատեք, քանի տարի շարունակ ենք մենք դրանով զբաղվում եւ որևէ արդյունք չունեն։ Իսկ երբ մենք խոսում ենք պատասխանատունից, մենք պետք է հասկանանք, ի վերջո, էլի խաղության նախոզ պետք է լինի վերջին ամենաթույլ օղակին պատժելու, թե պատասխանատու կլինեն այն մարդիկ, ովքեր ասել են այս գործողությունները պետք է արվեն։ Հա, բնականաբար դի պատասխանատու։ Այլ դրան մենք հետևողական ենք լինելու բոլորս։ Ավելին վերջին նկատառում այս իմաստով պետք է ասել, որ
գիտեք, նշանակություն չունի, կարճ պետք է հստակեցնել եւ դա աքսիոմ է։ Այսպիսի գործողությունները այս հերթականությամբ, այդ ամբողջականությունը արգելավումից, տեղափոխումից, քնեցումից եւ այլն ամբողջությամբ հակասում է եւ հանրային առողջության, եւ միջավայրի անվտանգության, եւ առավել եւս կենդանիների բարեկեցության յուրաքանչյուր սկզբունքի չի կարող լինել արդարացված եւ այդ խնդրով, եթե չեն կարողանում զբաղվել տեսչական, գերատեսչական եւ այլ մարմինները, չեն կարող հետո բարթել կամ թույլ օղակի վրա կամ այն նույն իրավապահների, ում օրինակ ես համարում եմ այո, շատ խնդրահարույց գործողություններ, բայց այնուամենայնիվ է, նրանց վրա նույնպես մենք բարթել չենք կարող։ Սա շատ կարևոր է եւ սա պետք է մենք նկատի ունենանք այս խնդիրը միջև վերջ հետեւողականորեն հանգուցալուծելու համար։ Միջև հասկանանք, թե ի վերջո մեղավորը պետքա պատժվի։ Դատիր, որ չդատվես։ Գալի ես մի բան ավելացնեմ, նաև շատ է հնչում նախադասություն, որ կենթանաբանական այգում կենթանիներին վատ են պահում, Գագիկ Ծառուկյանի մոտ այդ կենթանիներին ավելի լավ էր, կապ չունի թե կենթանուն ինչքան լավ է կամ վատ է, անհատը չպետք է իրավունք ունենա պահելու վայրի կենթանի, դա չպետք է ընդհանրապես թույլատրված լինի օրենքով եւ ես հուսով եմ, որ այս դեպքը կդառնա նաեւ նախադեպ, որպեսզի օրենքը այնքան խստացվի, որ ոչ ոք անկախ իր ֆինանսական կարողություններից եւ ազդեցությունից չկարողանա պահել վայրի կենթանի։ Ես կենթանաբանական այգիներն էլ առանձնապես չեմ սիրում, բայց եթե կա վայրի կենթանի, որը ստիպված է ապրել անազատության մեջ, ապա դա գոնե պետք է լինի մասնագիտացված կառույց եւ անհատները պետք է իսպառ չկարողանան եւ դա պետք է վերաբերվի բոլորին։ Եթե սա քաղաքական հետապնդման արդյունք չէ, ապա հուսով եմ, որ իշխանությունը բոլոր այդ անազատության մեջ պահվող անհատների մոտի կենթանիների հետևից պետք է որ հերթով գնա։ Ճիշտ չգիտենք ինչ կանեն, որովհետեւ մենք ոչ մեկս չենք իմանում ինչ կանեն եւ պետքա այդ նույն իրավապահները կապ չունի թե ով է փոխվել, ով չի փոխվել, երբ որ ավանակին էլ գցում էին առյուծների վանդակ, ինձ հետաքրքիր է բոլոր այս հեկեկող կենթանասեր պուբլիկան որտեղ էին գտնվում եւ ինչի այդ ժամանակ չարձագանքեցին, այսինքն այս թեմաները շատ խնդրահարույց է, էլի եմ ասում, այստեղ քաղաքականության խնդիրը չի, այստեղ պետքա այսինքն ավանակին պետք չի պաշտպանել, բայց առյուծի համար ողբում են, չէ, առյուծի համար չեն ողբում, էլի։ Հիմա էլ հարցա թե ով է գրանց տանում ինչ գրելու համար, էլի, կամ ինչ քաղաքական նկարտումներով։ Էլի եմ ասում, չփորձեք մխրճվել մեր գործունեության մեջ այն առումով, որ մենք կրիստալնի մաքուր, հա, բյուրեղյա մաքուր կենթանասեր եւ կենթանապաշտպաններ ենք։ Հանկարծ չփորձեք մխտրել այս ոլորտը։ Հա, ես ընդհանրապես մի փոքր ավելացում կուզեմ անեմ, որ Նարեն շատ կարևոր հարցի վերաբերյալ խոսեց, կապված օրենսդրական բացերի հետ առհասարակ, եւ ինչ ենք մենք հասկանում, հա, եթե ավելի բաց լեզվով ասենք, առհասարակ բարեկեցություն հասկացությունը, կենթանիների բարեկեցություն հասկացությունը։ Իրենից ենթադրում է նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր կենթանի ունի իր սպეციფիկան։ Այսինքն մենք դա պետք է հասկանանք, որ դրա համար էլ տարբերակում են ընտանի կենթանիներ, վայրի կենթանիներ, ու հենց դրա համար է, որ դեռևս 2011 թվականից, երբ որ կենթանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը ներկայացվեց նախաձեռնող խմբի կողմից ազգային ժողով դեռևս 2011 թվականին։ Տվյալ օրինագիծը իր մեջ պարունակում էր առանձին նաև բաժին, որը որ վերաբերվում էր անազատության մեջ պահվող կենթանիներին։ Ինչի համար էր դա արված։ Այսօրվա համար, որովհետև երբ որ մենք չունենք օրենսդրական կարգավորումներ, երբ որ մենք չունենք համապատասխան իրավական նորմեր, հետևաբար մենք չենք կարող եւ որևէ բան ճիշտ կիրառել եւ այսօր եղավ այս իրավիճակը, որովհետեւ պարզապես ֆանտաստիկ տգիտության հետևանք է, որովհետեւ յուրաքանչյուր գործողություն անելուց ես իհարկե չեմ կարող քնչական մարմնի փոխարեն խոսել կամ մեկ այլ մարմնի փոխարեն խոսել, բայց տրամաբանությունը հուշում է, որ նույնիսկ եթե օրենքով մենք ասում ենք, որ կենթանին գույք է եւ այդ գույքը որոշում է կայացվել արգրավվելու, բացարձակապես պարտադիր չէր, որ այդ կենթանուն նույն վայրկյանին տեղափոխեին այս ու այն կողմ, փորձեին ստրեսի ենթարկել ու եւ այլն։
Հնարավոր էր նաև այդպես արգրաված կենթանուն թողնել այն վայրում, որտեղ ինքը տարիներ շարունակ եղել է, որովհետև մենք պետք է ընդունենք այն հանգամանքը, որ տվյալ կենթանու համար, որքան էլ մենք չենք ասում վայրի կենթանի, իրադրությունը բերել է նրան եւ ժամանակին անգործությունը ամբողջ համակարգի բերել է նրան, որ այդ կենթանու համար այդ բնական վիճավայրը դարձել է այդ վանդակը Տիկին Պողոսյան։ Եվ իրան այդ եղանակով սթրեսի ենթարկելը դա շատ մեծ վտանգներ ու ռիսկեր էր պարունակում, որովհետև ինչպես ես եմ հասկանում, որևէ պատշաճ ստուգումներ չի իրականացվել, այսինքն կենթանիների առողջական վիճակը, տարիքը ու եւ այլն, բազմաթիվ նրբություններ կան, որոնք որ հաշվի չեն առնվել, եւ դա պարզապես անթույլատրելի է, եւ այն այսօր ինչ որ տեղի ունեցավ մանավանդ կենսաբազմազանության, ֆորումի ինչպես ասում են նախորդին, որը տեղի պիտի ունենա, եւ այն իրադրությունը, երբ որ մենք ասում ենք, այ մենք գնում ենք դեպի Եվրոպա եւ այլն, բայց տարիները ցույց են տալիս, որ օրենսդրական առումով մենք ոչ մի դրական օրինակներ չենք վերցնում։ Այսինքն որևէ դրական բան այդ առումով չենք փորձում վերցնել։ Եվ այդ ամենը բերում է նրան, ինչ ունենք այսօր։ Ես չեմ ուզում նույնիսկ խոսել այն թշնամական ալիքից, որը բարձրացավ այս մի քանի օրվա ընթացքում, բայց ես ցանկանում եմ նշել, որ այդ թշնամական ալիքը նոր չի։ Դեռևս որոշ ժամանակ առաջ Վանաձորում գիտեք, որ շատ ցավալի եւ ողբերգական դեպք տեղ ունեցավ, Փամբակ գետի դեպքը, եւ ինչ էր կատարվում այդ ժամանակ։ Մարդիկ որոշել էին իրենց դնել այդ անգամ էլ քնչական մարմնի տեղը։ Այսինքն քնչական մարմինը չի ասել, չի տվել նման եզրահանգումներ, եզրակացություններ, ինչ որ մեկի բամբասանքի հետևանքով, ամբողջ ողբերգական իրադրության մեղավորները դարձան շները, չգիտես ինչու, երբ որ այդ խողովակը բազմաթիվ անգամներ գրվեց, դեռևս 87 թվականից այդ խողովակը կար, եւ մեծ մարդիկ, մեծահասակ մարդիկ գիտակցաբար, նույնիսկ անցնում էին եւ օրինակ էին ծառայում, որ այդ խողովակով կարելի է անցնել։ Եվ այդ ամենը, որ 87 թվից դուք պատկերացնում եք 2026 թիվն է հիմա։ Եվ մեղավոր դարձան կենթանիները եւ թիրախավորվեցին կենթանասերները։ Վանաձորի կենթանասերներից մեկը, ես չեմ ուզում հիմա անունը նշեմ, բայց թիրախավորվեց եւ բուլինգի ենթարկվեց այն աստիճան, որ սպառնում էին տունը վառել, կենթանիներին թունավորել, իրեն սպանել։ Մենք այսօր կապում ենք կենթանիների ապրելու իրավունքը մարդու իրավունքի հետ, որովհետև իրենց տարանջատել հնարավոր չի։ Դուք որքան էլ չփորձեք այդ շնասերներ, կատվասերներ, այ դուք կենթանասերները, շնամոլները, դուք չեք կարող տարանջատել այդ երկու հասկացությունները։ Այդ երկու հասկացությունները ամբողջ զարգացած աշխարհում փոխկապակցված են միմյանց հետ։ Եվ դրա արդյունքում տեսեք ինչ իրականության ենք մենք հանգում եւ ես համարում եմ, որ դա անթույլատրելի է, ել առավել եւս համարում եմ անթույլատրելի, երբ որ անձը, ով ասում է, թե դե ձեզ նկատի չունեի կենթանասերները ճակերտների մեջ էին, այդ նույն դեպքով, Վանաձորի այդ նույն դեպքով մեկնաբանությունները նույնիսկ չէր փորձում ֆիլտրել։ Երբ որ մեկնաբանություններում բացահայտ ատելության խոսք էր հնչում եւ բացահայտ ուղղակի բուլինգ էր ենթարկվում տվյալ անձնավորությունը։ Մարի ջան, ես միշտ խղճում եմ այն մարդկանց, ովքեր որոշում են իրանց ատելության խոսքով, իրանց թերարժեքության կոմպլեքսը ինչ որտեղ զրոյացնել։ Եվ էլի եմ ասում, մեր դիրքորոշումը դա է, նորից եմ կրկնում, մեր դիրքորոշումը բոլորիս, հիմա Գոհարը կխոսա, նա է, որ այո, կենթանին չպետք է լինի անազատության մեջ, բայց միևնույն ժամանակ ես գտնում եմ, որ այն մասնագետները, որոնք ներկա են եղել, որոնց կարդացինք, ԲՏՄ, չգիտեմ, ESN-ն իմ համար անհասկանալի բան այս ԲՏՄ-ն, ՓՑ վերջը, շնորհակալ եմ Տիկին Արամյան, ինքը ամեն ինչ գիտի։ Նայեք, այս մասնագետները պետք է ուղղորդեին իրավապահներին։ Եթե մի բան պատկերացնենք, որ մարդ է վատացել, տանում են հիվանդանոց, շտապօգնության մեքենա է գալիս, այն կողքն էլ մարդ է սպանել, եթե քննիչ այնտեղ կանգնած է, քննիչը կարող է ներարկի կամ որոշում կայացնի։ Չէ, դա մեղքի բաժինը այն պայից, որ հանձնում են հիվանդին շտապօգնության, արդեն գտնվում է առողջապահության ոլորտում։ Ես խնդրում եմ, որպեսզի թողեք, որ մենք կարողանանք հանգիստ հետևել այս գործին ու հասկանալ, ելի եմ ասում, մերպես
Աստված տա 10% հետևողական եք, շատ լավ գիտեք, որ բոլոր գերտեսչությունների առաջ մենք արդեն նկարված ունենք միտինգներով։ Թողեք հասկանանք, ով որ մեղավոր է, թող պատժվի, որ չկրկնվի այլևս սա։ Իսկ եթե եղել են մասնագետներ, որոնք թերացել են իրենց աշխատանքի մեջ եւ վախեցել են ձայն հանել կամ չեն կարողացել ասել, թե ինչա պետք է առյուծին, այդ դեպքում նրանք էլ պետք է պատասխան տան։ Երևի սա այն դեպքերից է, երբ իզարմանս ինձ ես քննչական կոմիտեի վրա մեղքի բաժին չեմ գցում։ Եվ կրճատ լինեմ, բոլոր այս մարդկանց ովքեր կենթանասերներին այս 2 օրը հիշում են, վերհիշում են, հորդորում եմ իրենց այդ էներգիան ու եռանդը ուղղեն տեսչական մարմնին, որտեղ առաջին պատասխանատուն առավել եւս վայրի կենթանների հարցում դա տեսչական մարմինն է, իսկ վերջերս փորձը ցույց տվեց կապիկների հետ, հա, կապիկների առգրավման օրը։ Կապիկների առգրավմանը կային այս 3 տիկինը։ Չէ, չկային կապիկների։ Ոչ մեկի մեջ, ոչ մարդկանց, ոչ չկային, այնուամենայնիվ տեսչական մարմնի եւս թերացման հետևանքով մենք 4 հոգի կանայք նորից մնացինք վայրի կապիկների հետ, որոնք առհասարակ պարզ չէին, առողջ չեն, պատվաստված են թե ոչ, մեզանից որոշները նաև կծման դեպքեր ունեցան, ինչևէ։ Տեսչական մարմնի աշխատակի չեմ ուզում ասել ով, բայց բարձ է։ Ինչ արեց տեսչական մարմինը, ոչինչ։ Իրենք ուղղակի երբ որ կապիկների տերը եկավ եւ շատ անսպասելի կապիկներին բաց թողեց ազատության, իրենք ուղղակի շուռեկան եւ գնացին։ Եվ ինչ աներ այդ ժամանակ կենթանաբանական այգու աշխատանքային խումբը, ոչինչ, իրենք ոչինչ չէին կարող անել եւ ստիպված մենք կանանցով եւ բաց թողողի եղբոր տղան մի քանի ժամ տառապելուց հետո բռնեցինք այդ կապիկներին իհարկե եւ տեղափոխեցինք ուր պիտի տեղափոխեինք։ Ձեր մոտ լավ է ստացվում խաժակի։ Երևի հաջորդ անգամ էլ, հա, առույցների հետ կապված հարցերում էլ երևի գոնե մեզ ասեն, մենք գուցե մի քիչ ավելի կոմպետենտ ենք, հա, երևի։ Չէ, բայց իրականում ասում են դուք ուր եք, ասենք այդ պահին ինչ պիանենք։ Ճիշտ ասած ես վալերն էի պատրաստում, մի քիչ զբաղված էի, ստացվեց ժամանակին տեղ հասնել։ Այնուամենայնիվ շատ տհաճ իրողություն է, կենթանիները մեղավոր չեն, կենթանիները մեղք չունեն, թե քաղաքական հարցերին, թե կենթանասեր, ոչ կենթանասեր այդ միջանձնային հարաբերություններին եւ եկեք մի քիչ տարանջատենք, հա, ինչա կենթանին եւ բնությունը եւ ինչա մեր հարաբերությունները, որտեղ լրջություն է մի քիչ պետք։ Այդքան ծառ որ կտրեցին, այս մադամները, այս չէ, սա լավն է, նրանք ուր էին, այդքան ծառ որ կտրեցին, ես չտեսա իրանց ասենք պարկած։ Այդ ժամանակ էլ նույն բոլոր մարդիկ ասում են բաուրեն բնապահպանները, Չէ, եւ պլյուս կենթանասերներն են չկային, մենք էինք դեռ լրիվ խառնվել են, բայց եկեք օրենքի մասով էլ Չէ, օրենքը շատ, հա։ Գիտեք ինչի, որովհետեւ տեսեք Նարե ջան, կարող է մի լսվում, լսվում է։ Հա, մենք ընդհանրապես միշտ ենք եղել դեմ որսին, որովհետեւ ոչ մեր, որովհետեւ ունենք մեր արժե համակարգը, այլ որովհետեւ հատկապես հայկական բնաշխարհը այնքան վերականգնման կարիք ունի, երբ խոսում ենք թե ինչու գայլերը եկան կամ հոշոտեցին, չգիտեմ, ինչ որ մեկի գյուղատնտեսական կենտրոնին եւ այլն, մենք մոռանում ենք թե ինչից է դա, եւ դա եւս մեկ սուտ տեղեկատվություն է, որով բնակիչներին, ովքեր ոչինչ չգիտեն ոլորտից եւ պարտավոր չեն իմանալ, հրահրում են միմյանց դեմ, որովհետեւ եթե որսը արգելվի եւ բնամիջավայր վերականգնվի, իրավիճակը կփոխվի։ Այսպես եկեք տեսնենք ինչ կարող ենք անել վայրի, այո, մարդկային հասարակության համար վտանգավոր, որոշ մարդկանց տեսանկյունից կենթանասիրության առհավատչա հանդիսացող կենթաների հետ։ Այո, դրանց պահումը որպես ընկերակից, որպես ընտանիք, որպես տնային կենթանի պետք է արգելվի մեր երկրում։ Եվ սա այն ամենն է, ինչ մենք նախատեսում ենք օրենքով։ Բայց ցավալիորեն մենք պետք է հիմա շեշտենք։ Դա այն դրական փոփոխություններն են, որոնք այսօր Հայաստանում տեղի չեն ունենում եւ առաջիկայում էլ տեղի չեն ունենալու, որովհետեւ սա շատ խոշոր շահերի բախում է։ Բայց մյուս կողմից էլ ուրեմն մարդիկ
անկախ նրանց դրդապատճառներից եւ անկախ այն հանգամանքից նրանք գեղեցիկ են թե տգեղ, հիմնական տգեղ, խելացի են թե անուղեղ, չասեմ, եւ առավել եւս լավն են թե վատը։ Իհարկե, միևնույն է նրանք իրավունք ունեն այդ կենդանիներին պահել եւ այստեղ է, որ պետք է իրենց պահեն իրանց լեզուները, այն պատկան մարմինները, ովքեր այսօր էլ աշխատանքը չանելով, փորձում են հրահրել մարդկանց իրենց դեմ, իրար դեմ եւ հետո վերջում են ասել, բայց մենք ինչ անեինք, համեցեք, տեսեք, սա է խնդիրը։ Տեսնեք, այսինքն այնքան դժվար է, կարծես թե մենք երկու, հա, այն ինչպես են ասում, քարի ու, չգիտեմ, երկու քարերի արանքում եւ այսինքն ինչու է այսպեսի վիճակ, որտեղ մարդիկ չգիտեն այն տեղեկությունը, որոնք որ պետք է իմանան։ Եվ այդ իսկ պատճառով այսօր այդ օրենսդրական դաշտի ուժով այդ մարդիկ կարող են կոկորդիլոսին պահել անգամ իրենց Արարատի ֆերմայում օրինակ։ Այդ ձվերի, թրջնաձվերի, այո։ Չէ, բայց իսկականից էլի, ասեմ, իմ համար ամենավատ բանը դա մարդկային չարությունն ու տգիտությունն է։ Եվ կարծում եմ, որ չարությունը գալիս է ըստ էության տգիտությունից։ Մի փոքր իրար սիրեք, մեկ էլ կենդանիներին սիրեք։ Ես չտեսա, որ Միշան համար տենց վայնասուն բարձրացնեի, ոնց որ արյուծի էլի։ Միշան համար տանջված, ոտերը ջարդած, ոտերը կտրած, կացնահարված շան համար, ես չտեսա, որ մեկը այդ աղմուկը բարձրացներ։ Երևի լև это звучит гордо, ինչ բոլորը նույն կոմպլեքսով եք տարապում, հա, ինչքան մեծ ենքան լավ, դա կենթանին չի վերաբերվում։ Բայց գիտեք, ուղղակի մարդիկ, տեսեք, մարդիկ նաև չեն տիրապետում հետևյալին։ Ընկերներ, կենթանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը դա միջավայրի նկատմամբ հանցագործություն չի, դա հասարակական բարոյականության դեմ։ Ինչու՞, որովհետև դա արատ է, դա խնդիր է նաև մարդկային հասարակության դեմ ուղղված գործողություն։ Եվ եթե մենք անգամ կենդանասերել չլինեինք, մենք պետք է պաշտպանենք այդ հանրային բարոյականությունը, ուստի եւ փորձենք ամեն ինչ անել կանխելու այդ բոլոր Աստվածաշնչան ճշմարտություններ, չէ՞, Աստված մարդուն ստեղծել է եւ ստեղծել է այդ կենթանական աշխարհը։ Ես այլևս բան չունեմ, ով ունի բան ավելացնելու։ Նենց որ ժողովուրդ ջան, մենք բոլորով էստեղ ենք կենթանասերները, մենք ոչ միայն կենթանասեր ենք, մենք մարդասեր ենք, որտեղ մարդու եւ կենթանու իրավունքը մենք իրարից չենք տարանջատում, եւ մենք բոլորս պայքարելու ենք եւ հորդորում ենք եւ ժամանակ ենք տալիս մի քանի օր, որպեսզի այն անձնավորությունները, ում լեզուն իրանց ոտքերից առաջ է անցել, ներողություն խնդրեն իրենց գրառումների համար կամ ընդհանրապես վերանան էլի մեր տեսադաշտից իրանք իրար թող գրեն։ Իսկ նախաքննական մարմնին խնդրում ենք, որպեսզի շատ ուշադիր լինեն, որովհետև մենք իրականում բոլորս հետևելու ենք այս գործի ընթացքին եւ նորից բոլորիս ցանկությունն է, որպեսզի այս գործողությունները տարածվեն նաեւ արջեր եւ այլ կենթանիներ, վայրի կենթանիներ, վանդակներում պահողների վրա, որովհետև վանդակներում պահողներ բումերանգի օրենքը ոչ մեկ չի չեղարկել, այն ով որ կենթանուն վանդակում պահում, հետո ինքն է վանդակում հայտնվում։ Կարծում եմ այսքանը։